Բարև ձեզ հայեր ջան, ուզում եմ խոսել մեր կանանց, քույրերի, հարսների, մայրերի մասին։ Գիտեք ինչ կա, դարեր շարունակ մեր կանանցը ներշնչել են, որ նա պարտավոր է, որ նա պետք է ծառայի, որ նա պետք է ենթարկվի։ Ու այդ ամեն ինչի մեջ կանայք առաջնահերթ մոռանում են իրենց, մոռանում են, որ իրենք մարդ են, մոռանում են, որ իրանք էակ են, մոռանում են, որ իրենք էլ ունեն իրենց ցանկությունները, երազանքները ու այդպես շարունակ։ Ու միշտ մեր հայ կանայք, չգիտես ինչու, միշտ զոհի կարգավիճակում ապրել են։ Ու դա այնքան դաժան բան է։ Ճիշտ է, շատերը չեն բարձրաձայնել, բայց գիտեմ ինչքան մարդիկ կան, որ լուռ ու մունջ այդ տանջանքները տարել են։ Հանուն իրանց պատվի, հանուն վախի, որ կարող է իրանք ծեծի ենթարկվեն։ Բայց գիտեք ինչ կա, կանայք ջան, եթե դուք ձեզ կորցնում եք որպես մարդ տեսակ, զոհ եք գնում, անում եք այն, ինչ որ ուրիշները ուզում են, որպեսզի ուրիշի աչքերում դուք կարողանաք լավը երևալ, դա կլինի ամուսինը, դա կլինի երեխա, դա կլինի կիսուր կեսրար, հարազատություն, կարամ ասեմ մենակ մի բան, դուք ձեր կյանքը ապրում եք շատ անիմաստ, հա, ընտանիքը քաղցրություն է, ընտանիքը հարստություն է, բայց դու որպես անհատական դու քեզ կորցնում ես դու քո անհատականության հետ քո երազանքները, որ ինչ-որ ժամանակներում դու երազել ես դառնալ, չգիտեմ, կարող է ուսուցչուհի, կարող է երգչուհի, եւ այսպես շարունակ, ժողովուրդ ջան։ Հիմա մի քիչ ուրիշ է դառել ամեն ինչ։ Հիմա աղջիկները հասկանում են ինչ է իրանց պետք, ինչի կարող են ձգտել։ Ու ես մի կողմից մեր աղջիկների համար շատ հանգիստ եմ։ Այսքանը։